քրեական գործեր տարբեր քաղաքացիներն եք հիմա հորդորում ինչ-որ բաներ։ Եթե դուք ձեր հաղթանակի վրա վստահ եք, ինչ է շարունակ թիրախավորում ընդդիմադիրներին տարբեր ձևով եւ պատերազմի հետ կապված խոսիքը եւ այլ խոսիքներ։ Եթե դուք վստահ եք, դուք անցնելու եք։ Ես կներեք էլի, ես Սերժ Սարգսյանը չեմ, որ ստեղ կանգնեմ, ասեմ 100-ից 60 խփեմ, 70 խփեմ, թե 80 խփեմ։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոնց որոշի, այդպես է լինելու է։ Ես այդ բանը չեմ կարող ստեղ պնդեմ, ասեմ մենք արդեն որ 65% է ուզում։ Ժորժ ջան, ակնկալիքը եւ վստահ լինելը արդյունքի վրա խիստ տարբեր բաներ են, ինձ թվում է դուք դա հասկանում եք։ Դուք դա հասկանում եք, չէ՞։ Ճիշտ եմ հասկանում։ Բայց կներեք հարցին ապատասխանեմ ձեր գործընկերոջ, ինչ վերաբերում է թե ինչ ենք խոսում ընդդիմությունից, եկել եմ ստեղ կանգնել եմ Միջև այս պահը ինչ հարց տվել եք, սիրելի գործընկերներ, եղել է ընդդիմության մասին, կամ ստեղ կանգնեմ, դուք ինձ ընդդիմության մասին հարց տաք, ես խոսամ, չգիտեմ, այդպես լուսնի շուրջը ճամփորդությունից։ Երեք ընդդիմադիր ուժերին։ Իշխանական երեքից մտավախություն ունենք, նրանց համախմբումից մտավախություն ունենք։ Նրանց համախմբումը արդեն իսկ կայացած փաստ է, որպես այդպեսին, այսինքն այդտեղ ինչ-որ մտավախության հարց չկա, դա տեղի ունեցած փաստ է, իսկ թե այդ միասնությանը ինչ գնահատական կտա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, կարծում եմ շատ ուշագրավ է լինելու, բոլորիդ խորհուրդ եմ տալու դա դիտել հունիսի 7-ին։ Պարոն Ալեքսանյան, իշխանությանը 65% պետք է որպեսզի կարողանա սահմանադրության նախագիծը հավանության արժանացնի եւ դնի հանրաքվեի, միայն դա է 65% ունենալու նպատակը։ Մենք կարծում ենք, բացի դրանից, բացի ամեն ինչից վերացարկվելով, մենք կարծում ենք, որ նախորդ ընտրությունների համեմատ մենք շատ մեծածավալ աշխատանք ենք կատարել ու այդ աշխատանքը նաև պիտի արտացոլվի, այդ աշխատանքի գնահատականը մենք կարծում ենք, որ լավ կլինի, որ արտացոլվի քաղաքացու քվեում։ Սա էլ է կարևոր հանգամանք։ Բայց կա այնուհանդերձ մտավախություն, որ սահմանադրության նախագիծը խորհրդարանում հավանության չարժանանալու ռիսկ կարող է առաջանալ եւ այդ պարագայում իշխանությունները ինչ են անելու։ Հաշվի առնելով, որ արտաքին Կներեք, ես բանը այդ ընտրական կանխատեսումներ անելը տոկոսային հարաբերություն եւ այլն, ինչպես կլինի, այս մեկը ինչ կլինի, այն մեկը ոնց կլինի, ինչպես կլինի, ես դրա էլ կշարժվենք առաջ, բայց իմ կարծիքն է, որ դա լավ ժանր չի քաղաքական գործի համար առհասարակ նման կանխատեսումներ անել։ Ուրիշ բան, այո, մենք կարանք հայտարենք եւ մենք հայտարարում ենք, որ մեր ակնկալիքը եւ մեր նպատակը այս ընտրություններում սա է, բայց սա մեր նպատակն է եւ ոչ թե մեր կանխատեսումը կամ մեր, չգիտեմ, երաշխավորված ինչ-որ մի բան։ Սա մեր ակնկալիքն է եւ մեր նպատակը այս ընտրություններում։ ԿՊ-ում քննարկվել է սահմանադրության նախագիծը, ավարտվել է այդ քննարկումները, թե չենք ավարտել, բազմիցս քննարկվել է։ Տարբեր, ամենատարբեր քննարկումներ կան ամենատարբեր ձևաչափերով։ Կներեք, դուք կարդացել եք, պարոն Ալեքսանյան։ Որ մեկը մի քանի նախագիծ եմ կարդացել, ինչպես գիտեք, չէ, չգիտեմ վերջինը որն անկեղծ ասած, ես պետաիրավական բլոկից չեմ ու այդքան շատ ներգրավված չեմ այդ աշխատանքներում, բայց սևագրային մի քանի օրինակ այո տեսել եմ։ Չեմ կարող ասել, կարծում եմ համապատասխան։ Փաշինյանն ասում էր, եթե առաջին հանրաքվեով լավ չանցնի, մենք պատրաստ ենք անգամ երկու անգամ հանրաքվե անցնել։ Այսինքն կարծում եք, որ դրա կարիք կլինի, այդպես մտահոգություն կա, որ առաջին չի հաջողվում։ Այստեղ կարծելու մասին չի խոսքը, այստեղ էլի այտենց իրավիճակի նկարագրություն ա եղել։ Ես ինչքան եթե չեմ սխալվում, հարցը այդպես էր ձևակերպված, որ եթե այսպես լինի, ինչ կանեք, դա էլ դրա պատասխանն է արկել գործիքը։ Դուք անդադ խոսում եք ընդդիմադիրների կաշառքի մասին, կարևորության այդ արգելքը խախտելու մասին, բայց ձեզ ընդդիմադիրներն ասում են նախընտրական տարի սկսվելուց պես դուք պետական բյուջեի հաշվին եք կաշառք տալիս հասարակությանը, ապահովագրական համակարգի ներդրումը, թոշակների բարձրացումը, օրինակ նույն ասում են կաշառել եք նաև զինվորների ծառայության ժամկետը կրճատելու այդ հանգամանքը, այսպես թվում են շատ բաներ, օրինակ էլ ինչ այդքանը դեռ Պարգևավճարները, պետական համակարգի ներքինողացումը Շատ լավ։ Ճիշտ ավելի քիչ քան այն միլիոնները Շատ լավ։ Դե եկեք ուրեմն հասկանանք։ Նման բան ասող ընդդիմադիր գործիչը կներեք ինձ այս բառի համար, բայց տգետ է։ Ինչի՞։ Որովհետև դրա համար պետք է ընդամենը 21 թվականի քաղաքացիական պայմանագրի նախընտրական ծրագիրը բացել կարդալ։ Այնտեղ տեսնենք։ Զինվորական ծառայության ժամկետի կրճատում, որը այո իրականացրել ենք։
Կարդալ հաջորդ տողով թոշակների բարձրացում եւ հասցնում նվազագույն սպառողական զամբյուղին նվազագույն կենսաթոշակը։ Հետո կարդալ առողջապահության պարտադիր ապահովագրություն։ Միայն նախընտրական տարում եւ ընդամենը 2-3 ամիս առաջ։ Ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունում բացի մեզնից եղել է 3 տարբեր քաղաքական մեծամասնություն։ Այդ 3 տարբեր նման բան չի ասվել, պարոն Կիրակոսյան, դա կեղտոտ մանիպուլյացիա է, կոնտեքստից կտրած, հակապցրեք անպայման ուրեմն վարչապետի խոսքը ամբողջությամբ կթողնեք, որտեղ հստակ երևում է, որ վարչապետը ասում է մարդու ծախսի, թոշակառուի ծախսի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ ծախսը առողջապահությունն է։ Այդ 10,000 դրամը եթե ավելացնենք, ինչ է անելու, տանելու է ծախսի իր առողջապահության վրա։ Այդ կտոր եթե ամբողջությամբ թողնելու եք նկատենք, որ տենց է ասվել, այո, ասվել է։ Ու այդ ընդհանրապես հակասություն չեմ տեսնում։ Դուք տեսնում եք հակասություն։ Ես հիշեցնում եմ, ես Չեք հիշեցնում, դա կոնտեքստից կտրած կեղտոտ մանիպուլյատիվ հնարք է եղել։ Չէ, ձեր հարցը չեմ վերորակում, ես փորձում եմ ընդդիմության այն բանի մասին, որ այդ խոսույթը sense կոնտեքստից կտրած կեղտոտ մանիպուլյատիվ հնարքով ներկայացնում են, թե իբր ասելա չգիտեն ինչի վրա ծախսեն, այնինչ մարդը խոսում էր նրա մասին, որ 10,000 դրամը եթե ավելացնենք, մարդը մեկա տանելու է ծախսի առողջապահության վրա, ու միևնույն է այդ հարցը չի կարողանալու լուծի։ Իսկ առողջապահության ապահովագրության մեր 600,000 քաղաքացիներ բազմամիլիոնանոց վիրահատություններ են ստանում։ Ամիսը մենակ 20,000-ի, 30,000-ի, 40,000-ի դեղ են ստանում։ Հələ այդքանին էլ վրադիր մի հատ էլ թոշակները 10,000 դրամով բարձրացնենք։ Ինչի հնարավորություն ունեին Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին իշխանությունները։ Թե ինչի չեն արել, կարող եք այդ հարցի պատասխանը գտնել նրանց անձեռակերտ դղյակների պատերը նայելով։